Ողջույն։ Պարտադիր զինծառայության ժամկետը կկրճատվի կես տարով 24 ամսից իջնելով 18-ի, եթե խորհրդանը կողմ քվեարկի զինված ուժերի համալրման նոր կարգը մեկնարկելու է 2026 թվականի հունվարից։ Նախագիծը իշխող ուժը մտադիր է խորհրդանում ընդունել հրատապ ռեժիմով, օրերս Պաշտպանության հանձնաժողովում այն ընդունվել է իշխող մեծամասնության ձայներով։ Ընդդիմությունը սա համարում է նախընտրական քայլ 2026-ի ընտրություններից առաջ ձայներ գրավելու նպատակով, մինչդեռ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմնավորում է, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային զինծառայության գրավչության եւ ընդլայնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում, եւ որ այս ծրագիրը կառավարող ուժը ուներ ավելի վաղուց, ըստ ընդդիմության միայն այն դեպքում, երբ որ հստակ կներկայացվի, թե քանի մարդ կարող է հրաժարվել պարտադիր պայմանագրային զինծառայությունից եւ արդյոք մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում հաջողվելու է նոր զինծառայողներ համալրել, դրանից հետո հասկանալի կլինի այս բարեփոխման ազդեցությունը այն դրական է, թե բացասական, իրականում ինչ հետևանքներ կարող է ունենալ պարտադիր զինծառայության ժամկետի կես տարով կրճատումը։ Ֆակտոր TV-ում հրավիրել են քննարկում, որին մասնակցում են Վովա Վարդանովը, Ողջ մնալու արվեստ հասարակական կազմակերպության հիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը, իրավապաշտպան Հովսեփ Ղազարյանը, 44-օրյա պատերազմի մասնակից Ավետիք Քերոբյանը, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ եւ Նարեկ Ներսիսյանը, իրավաբան փորձագետ։ Տիկին Հովհաննիսյան, զուտ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դուք այս հարցին ինչպես եք մոտենում։ Առաջին հերթին ուզում եմ վերադառնալ, երբ կառավարությունը ներկայացնում էր իր 5-ամյա ծրագիրը գործունեության, այդ ժամանակ արդեն իսկ ամրագրված էր, որ աստիճանաբար պիտի անցնի մասնագիտացված բանակի եւ միևնույն ժամանակ գրված էր, որ հենց այս ժամանակահատվածում պիտի կրճատվի պարտադիր զինծառայության ժամկետը։ Ուզում եմ ասել, արդեն իսկ խորհրդարանը քվեարկել էր կառավարության այդ ծրագրին կողմ։ Ուստի այլ ընտրանք չէր մնում, քան իրականացնել այդ ծրագիրը։ Սա օդից բերված ինչ-որ նախագիծ չի, մենք բոլորս գիտեինք եւ կարդացել էինք կառավարության ծրագրը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների տեսակետից, պետք է դիտարկել շատ ավելի խոշոր տիպի եւ բովանդակային տիպի փոփոխությունների փաթեթ, որովհետև միայն ժամկետի կրճատումը ինքնին որևէ բովանդակային փոփոխություն զինծառայության մեջ կարծում եմ չի բերի։ Ասում եմ պայմանագրայինի եւ այսպես պրոֆեսիոնալի ուղղությամբ են տանում, բայց արդյոք օրինակ մարդու իրավունքների խնդիրները կհաղթահարվեն կրճատումը։ Ես հենց դրա համասին եմ ասում, ոչ կանոնադրական հարաբերությունները, մնացած այլ խնդիրները, որոնք առաջանում են հենց պարտադիր զինվորական ծառայության հետևանքով սկսած կրթության իրավունքի միգուցե խաթարումը, որից հետո բանակից հետո շատ դեպքերում դժվար է լինում վերադառնալ տարբեր մասնագիտություններով կրթության, միևնույն ժամանակ շատերը խուսափում են, արտերկիր են մեկնում եւ չեն վերադառնում։ Արդյոք այս կես տարվա փոփոխությունը կարող է ավելի ներգրավել հասարակությանը դեպի բանակ, բարձրացնել բանակի հանդեպ վստահությունը որպես ինստիտուտ եւ կրճատել մարդու իրավունքների խախտումները բանակի։ Ներքին հոգեբանական մթնոլորտի վրա ինչպես կազդի, ինչ եք մտածում։ 2 տարի մի տեսակ շատ երկար ժամկետ է թվում, միգուցե չեմ կարծում էական տարբերություն տա զուտ ժամկետով, որովհետև այնտեղ շատ լուրջ փոփոխություն պիտի իրականացվի հենց ծառայության ռեժիմների հաստատման տեսանկյունից, պարապորության վերացումը, հիերարխիկ համակարգերը, որոնք կան, վերահսկողության համակարգերը, անգրագիտությունը, որը առկա է, մարդիկ իրենց անուն ազգանունը գրել չգիտեն եւ դա ընկնում է ամբողջը բանակի ուսերին, ինչպես պետք է լուծի այդ խնդիրը բանակը, մենք դեռևս չենք կարող տեսնել կես տարի կրճատումը զուտ ուղղակի օպերացիոն ինչ-որ միջամտություն է կարծում։ Շատ լավ, կշարունակենք, պարոն Քերոբյան, դուք ինչ եք մտածում, արդյոք դրական թե բացասական է այս քայլը։ Ես մի փոքր լրացնեմ, թե ինչպես ինձ ներկայացրեցիք, ես նույնպես 2020 թվականի պատերազմի մասնակից եմ եւ սկզբունքորեն դեմ եմ 44 օրով դա նշելուն, որովհետեւ մեր վերջի զոհերը այդ 20 թվականին եղել են դեկտեմբերի 10-11-ին Խծաբերդ հինթաղերի հատվածում եւ Գերեվարումներն էլ մասսայական եղել են այնտեղ եւ 27 սեպտեմբերի 27-ին այդ պատերազմը ոչ սկսվել է, ոչ էլ նոյեմբերի 9-ին ավարտվել։ Ինչ վերաբերում է բանակի այսպես պարտադիր ժամկետային ծառայության ընդհանրապես գաղափարին եւ ժամկետային ծառայության ժամկետի կրճատմանը։ Ես ինքս ծառայել եմ 1.5 տարի համալսարան ավարտելուց հետո 97-98 թվականներին ինձ արդեն
հասուն տղամարդուս 23 տարեկանում եղել, որ 22 տարեկանում եղել, որ գնացել եմ բանակ, արդեն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեի, բարձրագույն կրթություն ունեի, աշխատանք ունեի եւ այլն, այդ 1.5 տարին էլ է շատ թվում։ Իրականում այս 1.5 տարվա ծառայությունը ընդհանրապես ոչ մի բանով հիմնավորված չէ, որովհետեւ այսօր իշխող ուժը որևէ հիմնավորում, փաստական հիմնավորում, թե ինչ է արվել, որպեսզի ծառայության ժամկետը կրճատվի, բացի այն, որ ինչպես Տիկին Հովհաննիսյանը նշեց, նախընտրական ծրագրում կամ կառավարության ծրագրում նշել են, ընդ որում այդ ծրագրի համար քվեարկել է միայն իշխանական մեծամասնությունը, հա, եւ դա կոչել կառավարության ծրագիր դժվար է, որովհետեւ մնացած ամեն ինչը չեն արել։ Ուրեմն մենք այս պարտադիր ժամկետային ծառայությունը դեռևս դիտարկում ենք խորհրդային ժառանգության ոսպնյակով, հա, խորհրդային ժառանգության այսպես լուսային ֆիլտրներով, ընդ որում, ասենք նույնս 24 ամսից մինչև 18 ամիս կրճատել է, իսկ ինչու ոչ 5 ամիս կամ 7 ամսով կրճատել։ Ինչու ոչ մի տարով կրճատել, բայց պետք է նաև նշել, պետք է նաև վերել հիմնավորել, թե ինչ են արել, որպեսզի ծառայության ժամկետը կարողանան կրճատել։ Պայմանագրային ծառայության գրավչություն բարձրացնելը բացարձակ սուտ։ Պաշտպան հայրենաց քանակը ոչ այդքան է, ոչ էլ դա այնպեսի կայուն կամ կայունացած ծրագիր է, որպեսզի դրանով կարողանաս հիմնավորել։ Գրավչությունը մեծ չէ այդ ծրագրի, որ այդ ծրագրի հասկացանք, բայց շատ մարտական զորամասեր կան, որ մարտական հերթապահություն են կատարում, իրականացնում, որտեղ պայմանագրայինների աշխատավարձը 140,000-ը չի գերազանցում եւ այնտեղ կան լուրջ խնդիրներ, սոցիալական խնդիրներ են այդ մարդիկ լուծում, բայց կան լուրջ խնդիրներ եւ մասսայական ազատումներ կան ծառայությունից, մարդիկ էլ չեն ուզում, ասենք 700,000 դրամ ստացող կամ 500,000 դրամ ստացող սերժանտի կողքին, որը ընդամենը դասագրքային կամ դասարանային քննություն է հանձնել, դրա կողքին ստանան 140,000 դրամ աշխատավարձ, տանելով չարքաշ ծառայություն, լինելով առաջնագծում, լինելով անմիջական ռիսկի գոտում, իսկ մենք գիտենք, որ մեր սահմաններին իրավիճակը ցանկացած պահի կարող է սրվել։ Այնպես որ այստեղ որևէ հիմնավորում չկա։ Իրականում պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը կարող է լինել միայն հետևանք, ինքը չի կարող լինել նպատակ։ Կարող է լինել միայն հետևանք այն համակարգային բարեփոխումների, որ իշխանությունը եւ ընդհանրապես պետությունը պետք է իրականացնի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։ Դա չի կարող լինել ինքնանպատակ։ Իսկ այսօր մենք գործ ունենք իրականում երկու բանի հետ։ Մեկ նախընտրական պոպուլիստական այսպիսի քայլի հետ, երկրորդ չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը բացահայտ կերպով զինաթափման եւ բանակի կրճատման պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Եվ չպետք է մոռանանք, որ այս կառավարությունը իրականում թրքահաճո իշխանություն է, հա, եւ իրականացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացած բոլոր պահանջները։ Շնորհակալություն, դուք ինչ եք մտածում, պարոն Վարդանով։ Ժամկետը կրճատել կես տարով, իսկ ինչի չավելացնել 1.5-ով։ Իսկ ինչու ավելացնել։ Ինչ տրամաբանությունով այլ է, ասենք այդ ամեն ինչը ասում։ Ես ընդհանրապես հենց եմ կարծում, զինվորների քանակ գոյություն ունի, որը պիտի հագեցված լինի, զինված ուժերը, որը թույլ կտա սահման պահել, թույլ կտա հերթափոխ ռոտացիա ապահովել, թույլ կտա, ասենք, մոտավորապես ոնց որ առաջի համաշխարհայինի ժամանակ 1/4-ը նստած է խրամատում, 1/4-ը հանգստանում է, 1/4-ը պարապում է, 1/4-ը ռեզերվում է նստած առաջի շարքում նստածների մեջքի հետևը։ Փաստորեն 25%-ն է առաջնագիծ։ Դա միայն առաջնագիծ ապահովող զորամասերի։ Մեր զորքերը, քանի որ ասենք կասկածելի ձևով համալրում են սահմանների պահապանների թիվը, ես նկատի ունեմ 25-օրյա ուսումնական վարժանքներով 25-օրյա դա լավ բան է, ես մի քանի տարի, երևի մի 14 տարի ասել եմ 3 ամիս պահելը անհետեթություն է, ուղեղի պակասի մասին է խոսում եւ 21-րդ դար չպատկերացնելու մասին է խոսում։ Մի ամիս պետք է լինի, ոչ ավել։ Արեցին 25 օր, բայց դրանցից ընդամենը 5-ից 10 օրը պարապմունք։ Այն մնացածը մարտական հերթապահություն։ Փաստորեն մենք մարդկանց պակաս ունենք։ Բայց եթե պակաս ունենք, խենք էլի պակասացնում։ Ինչ որ բար արել ենք, այդ 25-օրյայի հավաքների մասնակիցների թվով պակաս։ Բայց դա նշանակում է պակաս։ Դու այդ 25-օրյա ռեզերվիստների վրա, եթե դու հույս ես դնում, դու պիտի կոնկրետ ծրագիր ունենաս, որ խոսքի տարվա մեջ մի անգամ ցանկացած մարդ մինչև 30 տարեկան ամեն տարի 30 տարեկանից մինչև 40 տարեկան 2 տարի մեկ պարտադիր 40-ից մինչև 50-55 տարեկան 3 տարի մեկ դու այդ նախապլանը ունես չունես
Այսօր մեր զինկոմիսարիատները ծիծաղալի ձևով հիշացնում են ՏՑԿ-ները ուկրաինական։ Այն ՏՀ տեսարանները տեսել եք ոնց են մարդկանց որսում։ Այնքան որ այդ որսը չկա։ Բայց այդում են նույն մարդուն են կանչում։ Այդում նույն մարդուն են 25 օրյա կանչում, որը եղել է անցած տարի, որը եղել է նախանցած տարի, որը եղել է բանը 22 թվի ջերմուկի դեպքերի ժամանակ, որը եղել է պատերազմի ժամանակ 20 թվականին կամավոր մեկնել է 5 անգամ 5 տարվա մեջ կանչում են նույն մարդուն, որովհետև մյուսներին չեն կարող կանչեն։ То есть դու հələ քո տնային աշխատանքը չարած, արդեն խոսում ես, ասենք, բարձրագույն կրթության եւ դիպլոմների մասին։ Եվ մի փոքր ռեմարկ անեմ, էլի Տիկուն Զարու խոսքերի։ Պարտադիրի հետևանքով ոչ մի հանցանք չի առաջանում։ Սա հանցանքները առաջանում են պարտադիրի պայմաններում, ժամկետային պարտադիրի պայմաններում, բայց դրա հետևանքով չի։ Ես ժամկետային զինծառայող եմ եղել ու չգիտեի ինչ բանա ձեդավշինան վատ իմաստով։ Դիսցիպլինան ընդհանրապես մեր մոտ սարսափելի վատն էր, մեր մոտ եղբայրական զայմավերուշկա էր, ոնց կլինի հայերեն։ Փոխօգնություն, ավակը 8 ավտոմատ իր վրա 20 կիլոմետր վազում էր, որովհետև ջահելները չեն ձգի, ջահելներն էլ անում էին կենցաղային գործերը, որովհետև այն հին պարապողը մի քիչ ավելի շատ է պարապում։ Կարճ ասած, եղբայրության մարդկանց փոխհարաբերությունների մասին, որոնք խաթարված են։ Սա խնդիրը է, որ մենք զինված ուժերին, չգիտես խի, նայում ենք միայն ու միայն որպես, ասենք, բացասական երևույթ։ Վթարա լինում, մի անգամ չլսեցի, ասենք, երկու հատ բժիշկ կա զոհվել, կամ մի հատ, չգիտեմ, սանիպետկայանի աշխատող կամ երկու դասատու, բայց մի հատ մեջը զինվորականը լինում, մեջը կար զինվորական, մեջը կար ու բոլոր լրատվամիջոցները հակաբանակային, հակազինված ուժային, այդ բանին մասնակցել են պրոպագանդային, բնական է նաև ձեր մոտ կբացասական կվերաբերմունք Այս նախադասությունը դրա մասին է խոսում։ Եթե արձագանքում եք, խնդրեմ հետո անցնենք այս կողմ։ Չէ, այս նախադասությունը դուք կողքից եք զինված ուժերին նայել, իսկ ես շատ շարքայինից եմ սկսել։ Բնականաբար, ես ուղղակի մարդու իրավունքների տեսանկյունից եմ ասում, այն ինչ հրապարակվում է զեկույցների տեսքով, իսկ հրապարակվում է զեկույցների տեսքով, հաշվի առնելով այն հանցագործությունների տեսակները, որոնք տեղի են ունենում բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։ Բերթերում չկան, փողոցներում չկան։ Բերթերում կան, փողոցներում կան, բայց բանակը մեկ այլ ինստիտուցիա։ Դա եմ ասում, իսկ չգիտես խի, բանակը ավելի շեշտադրված։ Ինձ երբևէ որևէ մեկը չի կարող մեղադրել քրեակատարողական հիմնարկների մասին լռելուն։ Որովհետև դուք այդ դիտորդական կազմակերպության անդամ եք։ Պարոն Ներսիսյան, դրական թե բացական ամեն դեպքում սպասենք ազդեցությունը, ինչին է միտված ընդհանրապես այս փոփոխություն, միայն ժամկետի կրճատում չի, սա այդ դետալներից մեկն է, Պաշտպան Հայրենյանց ծրագիր, պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրում։ Եկեք սկսենք նրանից, որ կառավարության ծրագիր է եղել 21-26 թվականների կառավարության ծրագրի լոկալ ներքին ակտում նախատեսված է, որ 22 թվականի դերևս հունվար ամսին պետք է ունենային պաշտպանության մասին նոր օրենք։ Ես սրա մասին մի քանի անգամ եմ խոսացել։ Եթե պաշտպանության մասին օրենք իրենց լոկալ ակտով չեն ընդունել, ապա կարող են նաև սա էլ չընդունել։ Խոսքը ընդհանրապես լոկալ փոփոխության նույնպես մասին է։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, որ չի կարելի այս փոփոխությունը հիմնավորել նրանով, որ դա կառավարության ծրագիր էր։ Եթե այդպես էր, ուրեմն մենք 22 թվականից հետո նոր օրենք պետք է ունենանք, որովհետև այս հին օրենքը չի համապատասխանում ժամանակություն չկա բանակի բարեփոխման հենց օրենքի փոփոխությունը, որը որ նախատեսվում էր այդ լոկալ, ինքը հիմք հանդիսանար հետագայում բարեփոխումների համար։ Ամեն դեպքում կրճատում են։ Ամեն դեպքում կրճատում են։ Գիտեք, տարբեր մտքեր կարող է լինել ռազմական գիտության տեսանկյունից, տարբեր հիմնավորումներ կարող են բերել, չնայած այս հիմնավորումները իհարկե չենք տեսել, խոսքը իհարկե գլխավոր շտաբը ասում է, որ հիմնավորում կա, սակայն եթե կրճատում ենք, ապա մենք պետք է անցնենք այլ համակարգերի։ Պրոֆեսիոնալի է հիմա գնում։ Չէ, խոսքը օրինակ փոքր երկրների, փոքր կարողություններով երկրների մասին է։ Օրինակ դուք ոմանից լսած կլինեք ազգբանակի մասին։ Ասենք ռազմամարզական կազմակերպություններից լսած կլինեք համապարփակ անվտանգության համակարգի մասին։
Մենք ունենք մի քանի հատ արդեն գիրք գրած դրա մասին, ունենք մի քանի հոդվածներ, ունենք փորձառություն, մի քանի անգամ զորավարժություններ համատեղ։ Այսինքն մենք կարող ենք Ֆինլանդիայի նման անգամ դարձնենք, չգիտեմ, 90 մի տարուց ավելի քիչ, հա։ 9 ամսյա։ Հա, նո 9 ամսյա։ Բայց ֆիննական մոդելը ունի համապարփակ անվտանգության համակարգ հասկացողությունը, որը ներդրվում է հատուկ այն երկրների եւ պետությունների համար, որոնք ունեն փոքր ռեսուրսներ։ Գնայք, պարոն Ներսյան, իսկ զինվորական պատրաստության մեթոդոլոգիան ընդհանրապես փոփոխության ենթարկվում է, ավելի որակյալ դառնում է, կխնդրեմ այս հարցին էլ անդրադառնալ, այսինքն տեխնիկական կրճատում է, թե ավելի հագեցած ծրագիր է։ Չէ, սա պաշտպան հայրենիացը, գիտեք ինչի մասին է, նույն ատեստացիան։ Ես էլի կրկնվեմ, սոցիալական վիճակի բարելավումը անհրաժեշտ է, որպեսզի ծառայության համար մոտիվացիա առաջանա, բայց բավարար չէ, որպեսզի մոտիվացիան առաջանա։ Անհրաժեշտ պայման, այո, պետք է սոցիալ, բայց բավարար չէ։ Այսօրվա այս ծրագրերը, որոնք որ կան, դրանք բավարար չեն։ Եթե ես որպես ծառայող ընդհանրապես լսում եմ, որ քաղաքական ղեկավարությունը ասում է հարցադրում է կատարում, ինչպիսի բանակ է մեզ պետք, որ բանակից ուժեղ, այսինքն հարցի տակ է դանում քո բանակի կարողությունը քեզ պաշտպանելու, եթե ուժեղ չէ մնացածից, ուրում չի էլ կարող պաշտպանել։ Արչապետն ասած պաշտպանունակ։ Պաշտպանունակ, բայց ասում է որ բանակից ուժեղ, որոշ մեկից ուժեղ։ Հետևաբար հարց է առաջանում, ես ինչու պետք է գնամ ծառայեմ մի բանակում, որը ոչ մի բանի մասին է, հասկանում եք։ Իմաստը զրկվում է ամբողջ բանակ ունենալու մոտիվացիաներ, նպատակներ, խնդիրներն են։ Պաշտպանությունը, ասում է պաշտպանունակ, այսինքն պաշտպանվել։ Պաշտպանունակ, բայց ասում եմ որ մի բանակից ուժեղ։ Դա եւ միտքային է, որ մեզնից հզոր լիքը բանակներ կան։ Դե հիմա տեսեք, ես իզուր չէ որ ֆիննական բանակը, ֆիննական համակարգը արեցի։ Այո, ֆիննական բանակը մոտ ունի մոտ 20000 զինծառայող, ու ռազմաօդային ուժերը հաշված։ Բայց 2 օրում մի քանի 100,000 կարող է մոբիլիզացնել։ Կողքով է, կողքը Ռուսաստանի դաշտությունն է։ Երբևիցե լսած չկան, որ ֆինները ընդհանրապես իրենց կանկախության պատմության մեջ հարցան, թե իրենց բանակը արդյոք պետք է ռուսականից ուժեղ։ Իհարկե չի կարող լինել ոչ մի ձևով։ Բանի ժամանակ 39 թվականի ձմեռային պատերազմի ժամանակ միայն տանկերի քանակը, սովետական տանկերի քանակը մոտ 100-պատիկ ավելի շատ էր, քան ֆիննական բանակը։ Բայց ջարդը տվեցին։ Տարածքային կորուստների գնով, բայց ջարդը տվեցին։ Որովհետև քաղաքական ղեկավարությունը այդպիսի խնդիր չի դրել, որ ֆիննական բանակի մոտ հարց առաջանա, թե ռուսականից պետք է ուժեղ լինի, թե թույլ լինի։ Ընդհանրապես չի քննարկվել այդ հարցը։ Շնորհակալություն, եկեք լսենք Հովսեփ Ղազարյանին, դուք տեսնում եք որակի փոփոխության պոտենցիալ այս փոփոխության մեջ, ինչ եք մտածում ընդհանրապես բանակի վրա ինչպես կազդի։ Նախ ասեմ, այս process-ի մասին խոսել որպես բարեփոխումների տեսանկյունից ուղղակի ծիծաղելի է։ Մի պարզ պատճառը, որովհետև ընդհանրապես այս ժամկետի կրճատումը բանակի հետ կապ չունեցող process է, սա հստակ նախընտրական խոստում է, որն իշխանությունը իր առաջ խնդիր է դրել 2026 թվականի պարլամենտական ընտրությունների ժամանակ ձայներ հավաքել ու սա միայն ու միայն այդ կոնտեքստում է։ Ու հասարակ օրինակ բերեմ, որն ապացուցում է այդ փաստը։ Այս հայտարարությունից այս բարեփոխումները իբրև բարեփոխումները օրակարգ բերելուց ընդամենը 1 շաբաթ առաջ ազգային պաշտպանության նախարարության փոխնախարարը ազգային ժողովում հայտարարում է, որ մենք ունենք բանակի համալրման խնդիր։ Սա հայտարարում է իրենց պաշտոնյան, իրենց փոխնախարարը ազգային ժողովում ու հանրայնորեն։ Այսինքն սրանից հետո դու մի հատ էլ կրճատում ես ժամկետը, սա ինչ բարեփոխման մասին է խոսքը։ Սա հստակ մի բան կարա ասի, մեր բանակը բոլորիս է հայտնի է, որ համալրված է հիմնականում ժամկետային ռեսուրսով եւ 6 ամիս կրճատել է, դա նշանակում է կրճատել այդ 2 տարվա մեջ բանակը կրճատել 25%-ով։ Իսկ 25 օրյայի հավաքները չեն կարող լրացնել։ 25 օրյայի հավաքները ինչով պետք է լրացնեն։ Այդ զորքը ոչ մարտունակ զորք է, այդ զորքը խրամատային դիմադրության Ձեզ այսպիսի օրինակ բերեմ, եթե 44 օրյա պատերազմի ժամանակ ջրականի ուղղությամբ մեր
ջրականի զորախումբը կարողացավ 7 օր կամ 8 օր դիմադրելու հսկայական կորուստներ պատճառել, դա միայն նրա շնորհիվ էր, որ այդ զորքը իրար հետ մարզված, իրար հետ ներդաշնակում անցած զորախումբ էր։ Դրանից հետո երբ խնդիր առաջացավ այդ զորախումբը փոխելու, որովհետև հսկայական կորուստներ ուներ, եւ այդ տարածքը համալրելու, չէ, այդ զորքը դուրս եկավ եւ այդտեղը պետք է զբաղեցնեին ռոտացիան այլ զորամասեր։ Ու այդ զորամասերը ոչ թե մի զորամասեր, այլ տարբեր զորամասերից հավաքված ստորաբաժանումներ էին։ Այդ զորքը, որը շատ ավելի մեծ էր քանակով, ջրականի ուղղությամբ մեկ օր էլ նույնիսկ չկարողացավ դիմադրել։ Զինված ուժերի տեսանկյունից սա շատ կարևոր ու էական հանգամանք է։ Այդ զորքը միասին ներդաշնակում անցել է, թե չէ։ 25-օրյա հավաքների մասնակցած զորքը իրար չճանաչող, սպայական կազմին չճանաչող, ընդամենը 7 օր պոլիգոնում անցկացրած զորքը, որ նույնիսկ գիշերային մարտի պայմաններում իրար ձայն չեն ճանաչելու, իրար են կրակելու, չի կարող ուղղակի մարտունակ լինել։ Սա ընդամենը ձևական լուծում է։ Եվ դրա փոխարեն ժամկետային զորքը կրճատելով դրա փոխարեն մեծացնել 25-օրյա հավաքների մասնակիցները, սա տնտեսական վնաս է պատճառում, քանի որ այդ 25-օրյա հավաքի մասնակիցներն ով են, տնտեսապես ակտիվ հասարակությանն են ամենաակտիվ մարդիկ են, ովքեր տնտեսությունից այդ 25 օրը կտրվում են եւ գնում են ծառայության, այդ մարդիկ գործ ունեն, աշխատում են, հետեւաբար նրանց այդ ընթացքում ոչ մեկ չի կարող փոխարինել այդպիսի մեծ ծավալները։ Իսկ դա բավարար չափով չեն պատրաստվում որպես զինվորական հմտություն ձեռք չեն։ Ռոբերտ ջան, 7 օրը զինվորական պատրաստության համար, որպեսզի դա ստորաբաժանում դառնա, դա ծիծաղելի ժամանակ է։ Դու պատկերացրա 7 օր կարող ես 3 զինվորի իրար հետ ներդաշնակել, բայց 7 օրվա մեջ մի քանի գումարտակ իրար չճանաչող մարդկանցից զորք ստանալը դա աբսուրդ է, պատմության մեջ չկա այդպիսի բան։ Երբ դու այդպիսի գումարտակը հանում ես մարդական ծառայության, դա ուղղակի պետական պաշտպանական համակարգի փլուզում է։ Ես կուզեմ փոխլերացնել այստեղ, իրականում Օվսեփը շատ ճիշտ նշեց պաշտպանության փոխնախարարը այս օրենքի քննարկումից ուղիղ 1 շաբաթ առաջ ներկայացնում էր հենց համալրման խնդիրները եւ 25-օրյա վարժանքների մասնակիցներով մարտական հերթապահության բացրը, այսինքն թվակազմը լրացնելը համարում էր անխուսափելի բան։ Հիմա նույն պաշտոնյան իրականում հենց այդ կարծեմ այդ նույն ելույթում էր կամ այդ նույն օրներ նշում էր, որ եւ օրենք էին բերել հավաքների մասնակցությունից խուսափելու համար պատիժը խստացնելու մասին, կարծեմ այդ ժամանակ էր կամ մի շաբաթ առաջ դրանից։ Եվ այդ հավաքների հետ կապված խնդիրներն էին բարձրացնում, ինչպես Վովան ասաց մի քիչ առաջ, մարդ կա, որ ասենք 2-3 անգամ էս պատերազմից հետո 5 տարվա ընթացքում կանչվել է վարժանքի, հա, վարժական հավաքի, իսկ մարդ կա ընդհանրապես չի կանչվել։ Եվ եթե ասենք մեր պահեստազորի մոտավոր թվերը հաշվի առնենք, օրինակ իմ հերթը, ես 23 թվականին գնացել եմ վարժական հավաքի, իմ հերթը պետք է հասնի 20 տարի հետո։ Հաշվի առնելով թե կառավարությունը իր որոշումներով, ասենք բաց որոշումներ են, տարեկան քանի հոգի են կանչում վարժական հավաքների։ Մյուս կողմից, տեսեք, այս նույն այս կառավարությունը ընդունել է տարածքային պաշտպանության մասին օրենք եւ տարածքային պաշտպանության ուժեր, արդեն պաշտպանության մասին օրենքով են այսպես նախատեսված եւ այլն, եւ դա ենթադրում է մի բան, որ պահեստազորը եւ գծիկ վարժական հավաքի մասնակիցները պետք է, ասենք իրենց առաջին վարժական հավաքից հետո հաջորդ հավաքին կանչվեն արդեն իսկ կայացած ստորաբաժանումների կազմով։ Եվ այստեղ արդեն եթե հաշվի առնենք, որ երկրորդ 15 օրը ծա այդ հավաքի իրենք գնում են մարտական հերթապահության, իրականում իրենց ներդաշնակումը, իրենց հետ ծանոթությունը վեր հանելը կամ վերհիշելը 1 օր պետք է տևի։ Այսինքն 25 օրվա փոխարեն մենք պետք է ունենանք, ասենք 17-18 օրվա վարժական հավաք, բայց սրա մասին չեն խոսում։ Չեն խոսում, որ դրա իմաստը հենց այդ է, այս վարժական հավաքների իմաստը հենց այն է, որ ամեն հաջորդ հավաքին պետք է ներկայանան ավելի պատրաստված եւ որը ամենակարևորը է ստորաբաժանումների կայուն կազմով։ Մենք 23 թվականին փորձնական վարժական հավաք անցկացրինք Ռոմայի կազմը ոնց որ կորիզներ այդ հավաքի, ես էլ եմ դրան մասնակցել։ Ընդունվում էր որպես շատ հաջողված վարժական հավաք եւ ասենք մենք ինքներս գնացել ենք, չասեմ, որ բնակավայր սահմանամերձ
քաղաքներից մեկը, այնտեղ բնակչությունը ուղղակի ուրախացել էր, որ մենք ենք եկել, որովհետև համոզված էին, որ չի լինելու հարբեցողությունը, չի լինելու անկարգությունը, չի լինելու այն բառադի վիճակը, որը իրենք սովոր են տեսնելու, այլ լինելու է կարգապահ, համալրված իմիջիալոց, այն ժամանակ մենք հատուկ մեր այսպես պնդմամբ մեր հետ տարել ենք նաև սեփական գույք։ Սեփական ամենագնացները ենք տարել, ով տանը ինչ ուներ, նույնիսկ ընդհանուր մինչև հեռար դիպուկան հրացաներ, որը որ նշանոցներ, թռչուններ եւ մնացած ամեն ինչ։ Դա կոչվում է համապարփակ անվտանգության համակարգ։ Այո, դա այն է, ինչին մենք պետք է ձգտենք։ Մենք պետք է ունենանք, մարզված լինենք, պատրաստված լինենք եւ կարողանանք արագ ներգրավել։ Պետք է իմանանք մեր ներգրավելու հերթականությունը, պետք է իմանանք այն ստորաբաժանումների կազմը, որով պետք է ներգրավենք։ Բայց ինչ է այսօր արվում, ուղղակի բեմականացում թատրոն, ուրիշ ոչինչ չի կարելի կոչել։ Շատ լավ, Տիկին Հովհաննիսյան, ես լսում եմ պաշտոնյաներից, որ այս երիտասարդները 6 ամիս շուտ կգան քաղաքացիական կյանք, շուտ կամուսնանան, շուտ կրթություն կստանան, շուտ բիզնեսով կզբաղվեն, շուտ գործ կճարեն, հետևաբար կյանքի որակը ինչ-որ չափով կբարձրանա։ Ձեզ համար լուրջ է նման արգումենտը, թե Գիտեք, ես շատ կուզեի, որպեսզի ընդհանրապես ռեֆորմը ավելի լայն իրականացվեր, այսինքն հասարակությանը առաջարկվեին փաթեթներ, ինչպես ավելի առաջատար երկրներում է, նույնիսկ այդքան էլ չսիրած երկրներից մեկը իհարկե կարող եմ մատնանշել, որտեղ հենց հիմա պատերազմ է, բայց միևնույն է, եթե կրթություն է ստանում երիտասարդը այնպիսի ոլորտում, որը անհամատեղելի է օրինակ մարտական գործողությունների հետ կամ այդպիսի ծառայության, երկարատև ծառայության հետ, օրինակ երաժշտության ոլորտում, այնտեղ տրվում է այդ իրավունքը, հնարավորությունը։ Այստեղ դա այդպես չէ։ Հասարակությանը պիտի բազմաթիվ փաթեթներ առաջարկվեն, որպեսզի այդ 9 ամիսն է, 12 ամիսն է, անկախ նրանից թե ինչ ժամանակահատվածով է, որովհետև նույն Շվեյցարիայում 9 ամիսն է, բայց անձը կարող է ընտրել այդ 9 ամիսը սպառել որ ժամանակահատվածում, քանի ամիս անընդհատ գնալ եւ ընդհատել, անմիջապես 9 ամիս գնալ զորակոչվել, թե բաժանել դրանք տարբեր տարիների միջև։ Այսինքն այդ փաթեթները հստակորեն պետք է գործեն, որովհետեւ ես զինվորական չեմ, բոլորովին չեմ դիտարկում այդ հայացքով, դիտարկում եմ մարդու իրավունքների հայացքով։ Անձը պետք է ունենա ընտրելու հնարավորություն։ Եվ այդ ընտրությունը պիտի աշխատի ի նպաստ հասարակության բազմազանության։ Գնայք հաճախ ասում են նաև դա լավագույն տարիքն է 18-ից 20 եւ կրթության կարիերայի։ Ես չեմ կարծում, որովհետեւ մենք ասեմ ինչու չեմ կարծում, որովհետեւ մենք ունենք 10-ամյա կրթական համակարգ, որը 16 տարեկանում, երբ ավարտում էր անչափահասը, արդեն իսկ հնարավորություն ուներ առնվազն 2 տարվա ընթացքում կատարել նաև մասնագիտական կողմնորոշման իր քայլերը։ Այսինքն գոնե մտնել ուսանողական կյանք։ Այս պահին մենք այդ շռայլությունը տալ չենք կարող մեր 12-րդ դասը ավարտելուց անմիջապես հետո գնում են բանակի ծառայության։ Եվ դա նաև ստրեսային բավական լուրջ խնդիր է։ Ես ինքս ունեմ 18 տարեկան տղա, որի համար դա լուրջ ստրեսային խնդիր էր ավարտական քննություններին հասցնել, ընդունելության քննություններին հասցնել զինկոմիսարիատի բոլոր այդ ճանապարհները անցնել եւ նաև հնարավոր է զորակոչել, տարգետում է ստացել կրթական բաներով, բայց դա չի խնդիրը։ Բայց հասցրեց համալսարան ընդունվել նոր գնալ կոնել։ Հասցրեց ընդունվել։ Որովհետև բանակից հետո կարող է հիասթափություն։ Կային, որ չհասցրեցին, ասում եմ, իր տարիքային խումբը հետևում եմ, որովհետև անմիջականորեն ծնողների շարքում եմ։ Կային, որ չհասցրեցին ընդունվել եւ նրանք զորակոչվեցին։ Հետո կվերադառնան, արդյոք կընդունվեն, արդյոք չեն։ Ուզում եմ ասել, մենք պիտի բոլոր ռեֆորմները փոխկապակցենք։ Մենք չենք կարող կրթության ռեֆորմ անել եւ չմտածել, որ գոյություն ունի նաեւ զինապարտության օրենք եւ որը պարտադրում է 18։ Այդ դեպքում պիտի բարձրացնենք շեմը 21 տարեկան։ Եվ 21-ից արդեն ծառայությունը լիներ 25 տարեկանի շրջանում, երբ գոնե կարողանում են որևէ կրթական համակարգում ինչ որ փորձառություն ձեռք բերել եւ ի վերջո չափահասություն նաեւ ստանալ։ Շնորհակալություն, բայց պարոն Վարդանովին լսենք ինչ արձագանքը։ Խնդրեմ, դուք ասելիք ունեք, օրինակ Տիկին Հովհաննիսյանը հետաքրքիր առաջարկ է անում։ Ուրեմն այդ առաջարկների ես չէի ուզում սկզբից Տիկին Զարուն բանանեի առարկեի, բայց ստիպված եմ։ Դա նորմալ է, բազմակացությունը ինձ համար շատ Իսրայելի պես լուրջ երկիր, Իսրայելի մեծ բալետի պարուհուն հրավիրում է բանակ եւ այդ աղջիկը զինվորական ծառայության մեջ է։ Իրանց համար նորմալ է։
ցանկացած մարդու համար է նորմալ, ով որ ուզում է, որ իր հարևանները իրան չմորթեն, չբռնաբարեն, բռնաբարելուց հետո գլխով գնդակի տեղ ֆուտբոլ չխաղա։ Մի ժամ Առաջինը ինքը պիտի դա չանի։ Ամենայն դեպս իրան դրա համար են կանչել, որ ինքը պաշտպանի իր ազգը։ Հիմա թե ոնց են օգտագործում, դա արդեն քաղաքականության եւ քաղաքական վերնախավի նկատմամբ։ Ամեն ինչ փոխկապակցված է։ Հա, բայց իրապես ազգը, երբ որ բանակ է դառնում, ինքը պաշտպանվելու համար է։ Ինչ վերաբերում է տնտեսական պահին, Շվեյցարիայից ավելի մեծ տոկոսներ են մուծում բանին, տնտեսական ոլորտից դուրս եկող զբոսերին մասնակիցները։ Շվեյցարական պրեզիդենտն է զբոսերի հետում ամեն տարի Շվեյցարիայի պրեզիդենտը, բանի պարլամենտի պրեզիդենտը, ունդեղ բոլորն են հետում, ով չի հետում, գիտես ինչ ձևակերպում էր առաջ չէ, կնիկա։ Առաջներում կնիկը հայհոյանք էր, տղամարդու համար։ Մի րոպե էլի, ես ձեզ ասում եմ, ոնց գրված թույլ տվեք պատմական էքսկուրս անեմ, կարող է ասենք մի երկու բան իմանաք։ Ուրեմն գրած ա եղել կնիկա, այդ ձևակերպումը փոխվել է 1901 թե 2 թվականին։ Դրանից առաջ գրված էր, ով չի գալիս զբոսերին կնիկա։ Հասկանում եք։ Հիմա Իսրայելում Շվեյցարիայում ցանկացած մարդ, բանկի կառավարիչ կարծրատիպերը կոտրում են կարող։ Բանկի կառավարիչ, ով ուզում է, դե իրանց մոտ կինը նույնիսկ ընտրության հնարավորություն ստացավ 20 տարի հետո այս օրենքը փոխելուց հետո։ Դուք իրանք մեզանից բավականին ուշ են կնոջը ընտրելու ձայն տվել։ Շատ ավելի ուշ։ Անգլիացիք է, ամերիկացիք է։ Գլխավոր ֆեմինիստ եք Հայաստանում։ Այո, ես դրա համար կնոջ հիմնական պաշտպանն եմ ու ասում եմ, այս սրիկաները այսպես բան էին գրում, այնով որ փաստորեն վախկոտը կամ փողամոլը չէին գրում, որ ինքը վախկոտ սրիկայի մեկն է, գրում էին ինքը կնիկը։ Դուք դրան դեմ եք։ Դե դա իրական չէ, բայց մենտալնստի մասին է խոսքը։ Բայց դա օգնացնում էր տղամարդկանց մոտ ծառայելու այո, մոտիվացիա։ Հա, բայց դա նշանակում է, որ ամբողջ կանանց սերը դրվում էր ստորադասության։ Բայց հիմա, իդեպ ձեզ մի բան էլ ասեմ, արդեն նման բան նույնիսկ մենտալի մեջ չեն կարա դա կիրառել, որտեվ 10 տարուց ավել է շվեյցարական բանակում կանանց ծառայություն կա։ Հիմա եկեք խոսենք Հայաստանում էլ կա, որքանով է դա հարմարեցված կանանց ծառայության համար։ Դուք դիտարկել եք։ Եթե նայեք, դուք խոսում եք մարդու իրավունքներից, իսկ ես խոսում եմ մարդու ողջ մնալուց։ Դուք խոսում եք, որ կենցաղը հարմար լինի, նաև ասենք իմ լավ բարեկամները ասեցին, որ կենցաղը դա մոտիվացիա է, ոչ միտեղ կենցաղը մոտիվացիա չի։ Կենցաղը միայն ու միայն ընդրա համար է, որ հոգնածությունը զորքերի ուժ հասնի։ Մոտիվացիան լինում է ուտել, փող քերել տանել տուն, որ հետո ուտեմ, ազատ սեքս, բռնաբարություններ, վայրենություններ, ուրիշ մոտիվացիա զորքը չի ունենում։ Այն մնացածը ինչ ձեզ ասում են, դա սուտ է։ Հիմա մոտիվացիան փողով անելը, դա ձև է, հա։ Բայց մոտիվացնել հանուն փողի մեռնել դա անհնար է։ Մեռնում են միայն ու միայն հանուն ընկերոջը, հանուն ընկերոջը։ Ինքը գնում է մարտի դաշտ, ընտանիք պահելու, հայրենիք պահելու, բայց միջև ընկերոջ համար ինքը դոշ չի տալի, ինքը հայրենիքը չի էլ պաշտպանում։ Դա ինչ կապ ուներ այս կրճատման հետ։ Կրճատման հետ այդ կապ ունի, որ ուրեմն եթե 18 տարեկանից 20 տարեկանների թիվը 1/4-ով մենք պակասացնենք, որը կբերի զինված ուժերի մոտավորապես 10-ից 15%-ով պակասին։ Մենք կունենանք ավելի մեծ ծակ, քան հիմա ունենք, եւ կկորցնենք լավ զինվոր ունենալու մեծ հնարավորություն։ 20 թվականին, երբ որ են գումարտակը, որի հրամանատարը ես պատիվ եմ ունեցել կրեմ, երբ որ մենք եկանք Կարմիր շուկա թաղավարտ, սաղ փախել էին մոտիվացված թաղավարտի բնակիչները, տեղի բնակիչները։ Կարմիր շուկայի բնակիչները, այդտեղի զորքերը, ոչ եմ սաղ փախել էին, վերադասներից մնացել էր Արարատ Մելքոնյանը միայն եւ 18-ից 20 տարեկան ցորի բատալյոնի 250 թե 300 հոգուց 50 հոգին եւ Թալիշի գումարտակից 350-ից 60 հոգին։ Մնացածը սաղ փախել էին։ Իսկ այդ երիտասարդները, այդ տղեկը, պահեցին թաղավարտը, գոնե միջև մեր գումարտակի գալը։
պայեցին կարմիր շուկան եւ թույլ չտվեցին, որ ասֆալտով թուրքական ծանր տեխնիկան գա Ստեփանակերտ եւ 3 տարի ավելի շուտ հանձնվի Արցախը, հետներ իրականում հսկայական զորախումբ հայտնվելով շրջապատման մեջ։ Միջև այդ որ ասում են շրջապատում չկար։ Պետք է այդի լիներ, որ լիներ շրջապատ։ Շնորհակալ եմ։ Մի փոքր եթե կարելի, իհարկե ես հասկանում եմ զինվորականների բոլոր տրավմաները կապված այդ սարսափելի միջադեպերի, պատերազմական իրավիճակների եւ ողջ մնալու ձգտման հետ, բայց եթե չլինի մարդու իրավունքը, մենք որևէ երկիր չենք կարող կառուցել։ Մենք կառուցենք մի անհասկանալի կանոններով։ Իսկ մարդու գլխավոր իրավունքը որն է։ Կյանքի իրավունքն է, այո։ Եթե անտեսվում է կյանքի իրավունքը, միայն մյուս իրավունքներն են բանանում, դա ինձ մի քիչ բարկացում է, որովհետև իմ ազգը էշի տեղ են դնում։ Նայեք, պիտի բանակը լինի այն իրավապաշտպան կառույցը, որը պահում է արտաքին սահմանը։ Բանակը չպիտի լինի խախտողը այլ իրավունքների եւ գերադասող։ Գործին գոնե մի փոքր ծանոթ եք։ Չէ, ծանոթ չեմ էլ կարող ծանոթ։ Խնդիրը պաշտպանվելուց մեկ պաշտպանվելուց դու պիտի առաջ գնաս։ Բայց իսկ მე դուք չեք Բայց ես չեմ հակասում։ Չէ, հակասում, բայց այստեղ մենք այսինքն գնացինք այս ծառայությունից մի քիչ են կողմ, բայց Տիկին Հովհաննիսյանը շատ բան ասաց, շատ կարևոր բան ասաց, մարդը պետք է ունենա ընտրության իրավունք, բայց իրականում ոչ թե ընտրության իրավունք այստեղ պետք է դիտարկենք, այլ արժանապատիվ հեռանկարի հարցը պետք է դիտարկենք։ Զինծառայողը պետք է ունենա արժանապատիվ հեռանկար ծառայությունից հետո։ Այսօր ինչի մենք տեսնում ենք համատարած դեգրադացիա երիտասարդների շրջանում, որովհետև այո, հատկապես տղաների, որովհետև 20 կամ 21 տարեկան բանակից գալիս են, տեսնում են մի հնարավորություն, գնալ ինչ-որ մեկի մոտ ախրանիկ աշխատել եւ յաշիկ քշել, հա, բայց եթե նույնը ասենք այդ падգամավորը, որը ասում է, որ 6 ամիս շուտ եկավ բանակից, 6 ամիս շուտ չգիտեմ բիզնեսով կզբաղվի կամ ուսանական հարկ կտա, այդ նույն падգամավորը երեսպաշտություն է անում, դրա հետ միասին չբերելով օրենսդրական նախագիծ, զինվորական ժամկետային ծառայությունից հետո անվճար բարձրագույն կրթության, ասենք հարկային արտոնությունների։ Իմ ժամանակ ես որ եկել եմ բանակից 1 տարով հարկերից ազատված եմ եղել։ Եկամտահարկից ազատված եմ եղել։ Ես արդեն բարձրագույն կրթությունից հետո եմ գնացել, բայց այն ժամանակ բանակից գալիս էր կարող էր անվճար ընդունվել բրցույթից դուրս, հա։ Եվ սա ինչքան գիտեմ տեղեր։ Հիմա շատ քիչ։ Ես բայց եմ ընդունվել, բայց դա Սովետ միությունն էր։ Բայց սա պետք է լինի իրականում, հա, մեկ ամբողջական, ոչ թե փաթեթի, մեկ ամբողջական համակարգի հայեցակարգի շրջանակներում։ Այսօր բերում են ներկայացնում բանակի կերպափոխման հայեցակարգ, իսկ բանակի կերպափոխման ամենակարևոր բանը դա մարտական ոգին է, ամենակարևոր գործոնը։ Մարտական եղբայրությունը եւ մարտական ոգին։ Բայց այսօր գլխավոր շտաբի պետ ունենք, որը վեր է կանում, ասում է զինվորների իմ զինված ուժերին ռազմական առաջադրանք չունեմ դրած։ Մարտական առաջադրանք չունեմ դրած։ Ռազմակալված տարածքներ ունենք, այդ ռազմակալված տարածքները, օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու առաջադրանք չկա դրած։ Բայց ինչ առաջադրանք կա դրած։ Գնալ 1.5 տարի կամ 2 տարի ժամանակ մաշել, շոր մաշել, սեփական, չգիտեմ, ամբիցիաները, հերեկամ հրամանատարների ամբիցիաները բավարարել։ Աբջանը դե մի քիչ համաձայն եմ, կարելի է։ Հա, իհարկե, հետո եթե դու հիմա ուժ չունես վերադարձնես, դեօկուպացիա անես այդ հողերը, դու ժամկետային զինծառայողներին բերում ծանոթացնում ես ռազմական գործին, իրանք մտնում են ռեզերվ, ամեն տարի իրանք ռեզերվ կանչելով, որ իրանք թարմ պահեն իրանք բանը ու կոլեկտիվը ձևավորված մնա, օրերից մի օր կլինի քաղաքական որոշում կամ էլ կարտա տակ լիաժետ, կարող է մարդը թուրքերը ռուսների հետ իրականում կարևոր բառը եթե, բայց մենք գիտենք ինչ է կատարվում վարժական հավաքների ժամանակ։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Առաջ գնանք Նարեկ Ներսիսյան, հետո Հովսեփը, եթե նշումներ ունեք, խնդրեմ, դուք ժամանակային առումով սահմանափակված չեք Հովսեփ։ Ես նույնն է։ Ձեր իրավունքները մենք խախտեցինք։ Շատ լավ։ Ուրեմն համաձայն եմ ձեր հետ, որ բանակում պետք է լինի ընդհանրապես իրավունքի գերակայություն առաջնահերթ։ Համապարփակ անվտանգության համակարգը, որի մասին որ խոսում ենք եւ որը հատուկ հանրության մեջ չի տարածվում, այդ գաղափարը, որը որ ՆԱՏՕ-ի ձեռնարկներով կա եւ փոքր երկրների համար հատուկ գրված ուղեցույցներ կան, թե ինչպիսին պետք է լինի, ինչպես պետք է ներդրվի։ Ձեր ասած մի քանի խնդիր է լուծում։
նախ մարտակենտրոն է դարձնում ավելի բանակը։ Իրավունքի գերակայության հարցերություն, պատրաստության ու հմտության մասին խոսեմ հետո, ու նաև լուծում է ընկերվարության խնդիրը, որի մասին խոսում է բայց դեմոկրատիան հասարակությունը ավելի ազդեցիկ է դառնում։ Ես հատուկ նշեցի ՆԱՏՕ-ի բանը, որովհետև դա ժողովրդավարական պետություններին է հատուկ ընդհանրապես։ Ու մյուսը հաջորդ արժանապատիվ ծառայության մասին է։ Այս հարցերը հիմնականում լուծում են։ Ինչպես։ Ես ձեզ օրինակները բերեմ, եթե դուք այնտեղ որտեղ որ կա այդ համակարգին մոտ ներդրված, ասենք Հայաստանի Հանրապետությունը համակարգը 14 թվականից փաստացի դուք 14 թվականին եք չէ՞ ստեղծվել որպես 13 թվականին 14-ին օֆիցիալ 14 թվականից փաստացի սկսել է ցույց տալ իրեն։ Փաստացի մասնիկները սկսել են ցույց տալ իրենց։ Փորձը կա։ Դուք երբևիցե չեք տեսնի, որ այն ռազմական հավաքները, որոնք որ որևէ ձևի կապ ունեն համապարփակ անվտանգության հետ, օրինակը բերեց հարբեցողության հետ, չգիտեմ, դա նշանակում է, որ այդտեղ չեն խախտվում որևէ մեկի իրավունքները, որտեղ կա կարգապահություն, կա ընկերական նաև կարգապահություն։ Այո, Իսրայելի բանակի մասին խոսելուց մենք առաջինը մոռանում ենք, որ այնտեղ ընկերվարական հարաբերություններն են առաջին տեղում։ Տղամարդ նույն զորանոցում են քնում։ Նույն իրար կողք, նույն զորանոցում իրար կողք բաները, շենքերը պիքոր տարբեր են։ Եվ իմ համար առաջնահերթ խնդիր է, որպեսզի այս համակարգը ներդրվի Հայաստանի Հանրապետությունում, որովհետև սա փորձված եւ Հայաստանի Հանրապետությունում արդեն փորձը արկա համակարգ է, այնպես չէ որ մենք օդից ինչ-որ մի բան ենք վերցնելու։ Մեզ մնում է ընդամենը մեր փորձը հարմարեցնել ՆԱՏՕ-ի ձեռնարկներին։ Այսքան եք ասում։ Խնդրեմ հոսը։ Անդրադառնամ այն հիմնական խնդիրներին, որոնք ազդում են ժամկետային ծառայության վրա։ Նախ կարճ նշեմ, որ հիմա ամբողջ աշխարհում տենդենսը նույն Եվրոպայում այնպեսին է, որ ժամկետային ծառայությունը պրոֆեսիոնալ բանակից հետ են գնում եւ վերադարձվում է, որովհետեւ ժամանակակից պայմաններում բոլորն էլ հասկանում են, որ պատերազմը կարող է շատ մասշտաբային լինել եւ պրոֆեսիոնալ բանակը շատ արագ վերջանում է եւ նրանց բազում տարիներ ժամկետային զինծառայություն անցած զորք է պետք, որոնց մարզելը ու այդ ռեզերվը օգտագործելը շատ ավելի հեշտ է, քան խաղաղ կյանքից մարդուն տանելը, ով կյանքում զենք չի բռնել։ Դա նատոական երկրներում։ Դա նույնիսկ նատոական երկրներում հաջորդը։ Մյուս խնդիրը մեր բանակում այսօր առկա շատ երեխաներ, որոնք պետքա զորակոչվեն, սա չգիտեմ չի բարձրաձայնում, բայց շատ ահռելի քանակի է հասնում, երբ տղա երեխաներին դեռ վաղ հասակից 11-12 տարեկանից փոխում են քաղաքացիությունը, որ չծառայի բանակում։ Այստեղ էլ մենք բազմաթիվ երեխաներ կան, հիմա ապրում են Հայաստանում մեր կողքին, բայց որոնք զինապարտ չեն ուղղակի, որովհետև բանակում չծառայելու համար նրանց ծնողները հրաժարվում են քաղաքացիությունից։ Գիտեք, առաջարկում են փող վճարել այդ խեղաթյուրում է հասարակությունը, մի հասարակություն, որտեղ չկա սոցիալական արդարություն, ում որդիները հավասար չեն մանվան առաջ, այդ հասարակությունը չի կարող հաղթող լինել։ Դա դեգրադացնելու, կաստայացնելու ուրիշ ճանապարհ։ Բարոյալքող բան է, որ մարտական ոգին ուղղակի զրոյացնում է։ Եթե մի զինվոր գիտի, որ ինքը կարող է զոհվել, բայց իր հարևանի երեխան կարող է զուտ որ փող ունեն, ուղղակի չզոհվի, չգա այդ ամեն ինչի միջով չանցնի, դա ամենամեծ հաջորդ բանն եմ ասում։ Խնդրի հաջորդ կետը հենց այս իշխանությունից է գալիս, մի երկրի գերագույն գլխավոր հրամանատար, եթե Նիկոլն է, ապա այդ բանակը չի կարող մարտունակ ոգի ունենալ, քանի որ այսօրվա պայմաններում ամեն զորակոչված զինվոր առաջի բանը ինչ տեսնում է, դա Բաքվում գերեվարված ռազմագերիներն են ու ցանկացած մարդ, նույնիսկ ես մտածել ասում եմ երբ պետությունը այդ մարդկանց համար ջանքեր չի գործադրում հետ վերադարձնելու, յուրաքանչյուր զինվորական առաջի բանն է, որ մտածում է, ասում է, եթե ես լինեմ Դավիթ Մանուկյանի փոխարեն, որ հիմա դատվում է իր պետությանը ծառայելու ու զինվորական լինելու համար, բոլորս էլ գիտենք, որ նա շատ լավ զինվորական է ու ոչ մի ռազմական հանցագործություն չի գործել, բայց այն մարդը դատվում է իր պետությանը ծառայելու համար, իսկ այդ պետությունը ոչ մի ջանք չի գործադրում, որ այդ մարդը վերադառնա իր հայրենիք,
բոլորի մոտ էլ առաջի բանը հարցը առաջանալու է, իսկ ումա պետք իմ կռվել մեղնել է, որի ժամանակ կարող է նաև գերեվարվեն, որին պետությունը նույնիսկ իմ հետևից չի գալու, սա գլխավոր դեմոտիվացնող հանգամանքն է։ Մի երկիրում գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ժամանակ հակահարձակում կազմակերպելու օպերացիա ներկայացնում է, որ ինքը այնտեղ ուղակի մոդերացիա է արել եւ վերջ քննարկումն է մոդերացիա արել։ Ինչ բարեփոխումներ, ինչ ժամկետի կրճատում կամ ավելացնում, այս բովանդակային խոսակցությունները ուղղակի իմաստ չունեն, քանի որ այս իշխանության պարագայում այդ ամեն ինչը 0 էֆեկտ է ունենալու։ Ամեն դեպքում այս իշխանության օրոք է սա առաջարկվում, ինչպես կանդրադառնա մարդու։ Ես հենց սկզբից նշեցի, սա ընդհանրապես նախընտրական, քարոզչական խայծ է, ուրիշ ոչ մի բան, որը ավելի է վատացնում մեր պետության պաշտպանական համակարգը։ Նաև որոշ խոսակցություններ կան, որ խնդիր կա Ադրբեջանի կողմից դրված պահանջ կա, որպեսզի բանակի թվականակը կրճատել, ու սա այդ պահանջի իրականացման քայլերն արդեն ասացի։ Պապիկյանը դա հերքում էր, ասում էր շատ բան են պաշտպանական եւ այլ ծրագրեր հերքում են կլրացնի։ Կներեք, երկար ժամանակ հերքում էին նաև, չգիտեմ, Գորիս Կապան ճանապարհը թուրքերին տալու հանգամանքը մանիպուլյացիաներ էին տեղի ունենում, թե ով է հրաման տվել այդ զորքերի հետ քաշվելուն։ Շատ բազմաթիվ հարցեր են, բայց որոշ ժամանակ անցնում է Նիկոլ Փաշինյանը իր բերանով խոստովանում է, որ ինքն է այդ բոլոր հրամանները տվել, ուստի ուրեմն այս իշխանության հիմնական գործառույթը դա սուտ խոսելն է։ Սուտ խոսելը մենք մեր հակառակորդներից, թշնամիներից ավելի արագ եւ ավելի ամբողջական ենք ստանում ճշմարտությունը, քան մեր պետության մեջ բարձրագույն պաշտոններ զբաղեցնողներից։ Դա իրենց հիմնական գործառույթն է։ Այն ինչ որ իրենք ասում են, սուտ է։ Սա բացարձակ ճշմարտություն է արդեն դարել, որովհետև փաստերը շատ են, փաստերը համատարած են եւ այն ամենը ինչ որ բերում են իրենք փաստարկ հիմնավորում եւ այլն։ Պաշտպան Հարենյացը կլրացնի կամ այլ ծրագրեր։ Սուտ։ Այլ ծրագրեր սուտ, որովհետև իրենք մի օր առաջ էլի կրկնեցինք, հա, կրկնում ենք։ Մի օր առաջ ընդունում են համալրման խնդիրը, հաջորդ օրը բերում են ներկայացնում են, որ իբր թե մենք համալրման խնդիրը չունենք։ Ասեմ ավելին, հիմա ժամկետային զինծառայողներ կան, 3 ամիսա պոստերում են չեն իջնում մարտական հերթափոխությունից։ Մարդու իրավունքներից են խոսում, բայց այդ զինվորը 3 ամիս գտնվում է մարտական հենակետում, ավտոմատը իր ձեռքին ու չի հանգստանում, չի իջնում դիրքից, որ բաղնիկում Ես մի ցավալի փաստիս եմ, մի ցավալի փաստիս եմ։ Անցյալ տարի, բայց այդ որ ասում եք չկահավորված, երբեմն ասում են ամրաշինություններ են կառուցում առաջնագծում։ Չեք այցելել հատուկ ձեզ ցույց տալու տեղեր, իհարկե, իհարկե։ Բայց եթե մենք առաջարկենք, ավելի ես ձեր հետ համաձայն չեմ, այժմ։ Տեղ կա իրոք ոչ մի ակին չի երևում, բայց կրակակետեր ու հենակետեր դա վաշտային ու դասակային արած է բետոնից։ Բայց դրանք առաջնագծում են։ Մեր սարկած գմբեթները քանդել են, որ էդի սարքեն։ Բայց դրանք առաջնագծում են։ Մենք ճիշտ տեղ էինք դրել գմբեթ երկուսը։ Իհարկե, բայց ախպեր ջան, դա բավարար չի։ Ես մշտապես ասում եմ, որ իրանց աշխատանքը ոչ թե վատն է, այլ բավարար չի։ Բավարար չի։ Մենք դրա մասին պետք է մտածենք։ Իրականում մեկ տարի շատ աշխատանքը, որ իմ ավակն էլ, երկրորդն էլ 3 տարի են ծառայել, լավ է, հələ ինչքան են բիզնեսից դուրս կդրվել, բայց մյուս կողմից պատերազմ եղավ մարդս, եթե կես տարի քիչ ծառայեն, կարող է բանը արտաբստրելի տակ կապի դասակի հրամանատարը անձամբ պրովոդը փոխելուց զով էր, կամ ասենք ՊՎՕ-շնիկը, որ եկել էր, ասենք Վաշտի հրամանատարերի մոտ բանը ոմայի գումարտակում, կարող է մի քիչ ավելի քիչ գիտելիքներ ունենալ, զով էր, միգուցե լավ է, որ մենք հանրությանը պետք է տանք այս ամեն ինչը, որ հանրությունը ոչ թե դեմագոգիայի ու եսի մինչերի հաշվին, ասենք ինքը բանանի, այլ լսի մարդկանց, ով որ պատերազմին մասնակցել է։ Այն երիտասարդները, ովքեր որ ասենք պատերազմի մեջ ընկել են կես տարի ծառայած, իրանց կողքինների զոհվածների, ասենք պատճառները, то есть ռեալ ուսումնասիրություն ցավալի է։ Ոչ 16 թվինը կա, ոչ գիտե կան հիմա որ գմբեթ երկուսը իրանց համար խոսքի բանա Բաղրամյան 26, հա, կամ չգիտեմ։ Կան դիրքեր, անում են, բայց բավարար չի։ Նայեք, մեր ինժեներական զորքերը ունեն մեկ գունդ։ Ավել պակաս ասենք գաղտնիք չի դա։ Մեկ գունդ, սա Հայաստանի սահմանի համար, որը 1000 կիլոմետրից ավել է։ Մեկ գունդ, դա լուրջ։
Այդ մեկ գունդը նույնիսկ վախեցավ ջրհեղեղի ժամանակ եթե կամուրջներ սա։ Այն ժամանակավոր կամուրջները, որ հանգարց ու հանգար կարող է վաղը կռիվ սկսի, ինքը չկարնա իր ռազմական ֆունկցիաները կատարի։ То есть մենք այդքան պակասը ունենալով բնական է ահագին բան դանդաղ ենք անում ու հետնել հիմա ավելի դանդաղացնում ենք մեր ընթացքը, պակասացնելով անձնակազմը։ Չկա այդպես դիր։ Հա, խնդիրը դրա Եվ դա չի շփվում փաստը, որ գործ անում են, հա, իրոք անում են։ Եվ դա չի շփվում փաստը։ Ուզեն անել, չեն կարա հասցնեն ու դա քաղաքական բանից չի, հավատա ցավը տանը։ Ասեմ ինչից է։ Մեր գլխավոր խնդիրները քաղաքական են։ Եթե մարդ մտածում է, որ խնդիրը քաղաքական չի, վիճակել է առաջնագից լինես։ Այո, ապրիլյան պատերազմը։ Ու խրամատ երկրորդ գիծ սա օքեյ, հա։ Չկար։ Զարմանալի է, խի։ Նույն քաղաքական ղեկավարությունը ինչով զբաղված էր այն ժամանակ, նույն բանով էլ զբաղված էր հիմա։ Դրա հետ է, որ քաղաքականությունը այդտեղ շատ քիչ դեր է խաղում։ Ոնց է, հենց գլխավոր դերը դա է խաղում։ Երբ քաղաքական ղեկավարությունը իր դեմ խնդիր է դնում երկիրը պաշտպանելու, երկրորդ դիրքներն է, բայց ոչ քաղաքական։ Ինչ տարբերություն։ Գերագույն գլխավոր հրամանատարը քաղաքական պաշտոն է։ Նկատի որ զինվորականները այդ խնդիրը պետք է զինվորականները նույն ջրականի Մարտունու ուղղության վրա երկրորդ գիծ երբ որ 2006 թվականին փորում էին ես անձամբ գնացել եմ ընդե որտեղ իմ հարևան ավոյի ասենք տղեներ ընդե ծառայում գնացել եմ որ տենամ եկա 2.5-4 մետր խորությամբ խրամատները էշ փորել էին ընդամենը անցնում է 8 տարի 16 թվին այդտեղ մարդիկ հայտնվում են հենց լալալայկի դիմացը 20-30 սանտիմնոց է, որովհետև ցեխ եկել լցվել է, ով գիտի դուրս են գրել վառելիք սպասարկման համար, զինվորներ են հատկացրել սպասարկման համար, գնացել են դաճաներ են կառուցել։ Չէ, իրականում խնդիրը նրանն է, որ դուրս չեն գրել։ Միշտ էլ հեշտ է։ Իրականում խնդիրը այնտեղ է, որ դուրս չեն գրել։ Մինչև այդ ինժեներական զորքերի պատասխանատվություններ արվել է ու չեն նայել, տիրություն չեն արել։ Ու ստացվում է, որ դու գնացել ես, հանդիպել ես այնտեղ, որտեղ որ ասում ես չկար խնդիր։ Գերագույն գլխավոր հրամանատարն է, չէ՞ նշանակում բանակի ղեկավարության։ Ամեն ինչ հնարավոր է տեսնել։ Այո։ Բա պետությունը համակարգը ինչի համար է։ Երբ դու պետություն ես, դու ամեն մարու քո սահմանին կարող ես տեսնել։ Իսկ եթե ախպերավարի լավ վաղը կամ մյուս օրը կառավարումը այդ ձևով է իրականացվում, դե պարզ է որ ոչ մի բանից տեղյակ չես լինելու, չես զեկուցել։ Երկրի ղեկավարությունը այսպես փոքր զապիսկեքով է ղեկավարվում, որ իրան մեկ ԱԱՑ-ից են բերում, մեկ ՊՆ-ից են բերում, ինքնս կարծում է դրա հիման վրա կարծիք է ձևավորում։ Եթե ինքը ամեն գործի վրա 20 թվականին պատերազմից 2 օր առաջ ասում են Ռուսաստանից մեզ զանգ է ասել են որ ապետի սա երկրագնդի վրա երկրի ղեկավարները մի հատ ղեկավարի անունը որ սա գործերով զբաղվում նորմալ ցանկացած նորմալ պետությունում կա վերահսկողություն, վերահսկողական համակարգ, երբ իհարկե երկրի ղեկավարը ամեն թուղթ անձամբ չի կարող ստուգել ու գնալ նայել, բայց այդ վերահսկողական համակարգերը նրա համար են, որ ցանկացած ծրագիր, որ պետությունն իրականացնում է, լինի չափելի ու վերահսկելի, իսկ մեր մոտ ինչ մասն ենք խոսում։ Լավ, ամեն դեպքում եկեք մեղավորներ չնշանակելու համար փորձենք հասկանալ ինչպես կարելի է կազմակերպել այս համակարգը։ Ի վերջո համակարգ է, ինստիտուտ է, որին յուրաքանչյուր ընտանիք համամասնակից է, ուզենք թե չուզենք։ Լավ համարենք, վատ համարենք, քաղաքացի բնակիչ։ Չէ, ի նկատի ունեմ, եթե ես անձամբ չեմ, ապա ունեմ ընտանիքի որևէ անդամ, որը այսպես թե այնպես, կամ զինապարտ է, կամ ժամկետային է, կամ չգիտեմ ինչ է։ Ի վերջո, սա մարդու իրավունքի խնդիր է, եկեք համաձայնենք այսպես թե այնպես, որովհետև մարդն է կանգնած իր առանցքով, եւ այդ մարդու նշեցիք, չի իջել 2 շաբաթ, դա մարդու իրավունքի խախտում է։ Չի կարողացել մասնակցել մարդու իրավունքի խախտում է։ Չի իմացել հրամանատարի ինչ անի, էլի մարդու իրավունքի խախտում է։ Կահավորված չի նորմալ կետը, էլի մարդու Ես ցավալի մի փաստով կընդհատեմ ձեզ, անցած տարի զինծառայողի մահ ունեցանք, որը զորացրման օրը ձնայի հյուսի տակ խեղդվեց։ Հիմա անցած տարի էր դա, բայց որը գալիս է ապացուցելու մի բան։ Այսօրվա իշխանությունը բանակի համար այն ինչ որ անում է միայն ցույց տալու համար։ Դե հենց այդ է խնդիրը, այդպիսի խնդիր մեր բանակում ոչ միայն չպետք է լինի, հա, մեր բանակում չպետք է լինի այն պիղծ մոտեցումը, որ ընդཐུպ մինչև ծառայության 24 ամիսը եւ վերջ։
Ես ինքս ծառայել եմ, ասենք այն ժամանակ նույնիսկ օրենքի խախտումով, այն ժամանակ օրենքը ասում էր, որ այսպես զորացրման հրամանից 90 օրվա ընթացքում պիտի բոլորը զորացրվեին։ Ես զորացրվել եմ այդ 90 օրը անցնելուց եւս 2 շաբաթ հետո, հա, բայց ին վեճը չէր։ Գիտեք ինչի՞, որտեղ ես մտածում եմ, որ ես ծառայում եմ։ Իսկ այսօր զինվոր մտածում է ծառայություն ավարտի երբ գնա տուն 1 րոպե անգամ, տեսեք նույնիսկ կյանքի գնով որակի խնդիր է։ Կյանքի գնով 1 րոպե անգամ պատրաստ չի զինվորը ծառայության մեջ մնալու։ Բայց սա բերում է ապացուցել այն բանը, որ մենք այսօր չունենք այնպիսի համակարգ, որը հարգում է մարդու իրավունքների, միջազգ պետք է ասել, որ իրավունքների հետ գալիս են նաև պարտականությունները։ Դրանք իրանից անջատ չեն։ Եվ հայրենիքը պաշտպանելու պարտականությունը դա բացարձակ պարտականություն, ինչպես եւ կյանքի իրավունքը։ Դա բացարձակ պարտականություն է։ Մենք այսօր միտումնավոր այսօրվա իշխանությունը միտումնավոր դիտավորյալ ստեղծում այնպիսի պայմաններ, որպեսզի այդ պարտականությունը ոչ միայն չընկալվի, այդ պարտականությունը համարվի ամոթալի, այդ պարտականությունը համարվի խուսափելու պարտականություն։ Իրենք դրան են ձգտում։ Ես ուզում եմ մի փոքր ավելացում, նաև խնդիրը պետք է դիտարկել առողջական վիճակով պայմանավորված անձանց իրավունքները հարգելով։ Այո, հիմա տրվում է նրանց տարկետում, երբեմն ազատվում են, բայց ես բազմաթիվ այդպիսի երիտասարդների հետ խոսել եմ, որոնք պատրաստ են իրենց ունակությունները, ինտելեկտ, գիտելիք, այլ ունակություններ, որոնք կարող են ներդնել հենց բանակի կայացման հարցում։ Պարապել երիտասարդների հետ, հաղորդել իրենց, չգիտեմ, տարբեր տիպի գիտելիքները, եթե գիտեն համակարգչային գիտելիքներ, այդ ասպարեզում ծառայել, բայց դա եւս չի կազմակերպվում։ Տիկին Ավասյան, 2018 թվականին Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվեց գիտական վաշտ զինված ուժերի կազմում։ Այնտեղ եկան ծառայելու 2019 թվականի մրցույթին եկել էին մասնակցելու իրենց բժշկական տարակետումից բացարձակ ազատվելու տարակետումից հրաժարվելու պատրաստ տղաներ, եկել էին պատրաստ էին ծառայելու այդ գիտական վաշտում, ունենալով բացարձակ ազատում։ Այս իշխանությունը վերացրել է գիտական վաշտը, ստեղծել է մի բեմականացում 1991 ժողովրդի տեսքով, որը ընդհանրապես որևէ մասնակցություն պաշտպանությունը չի ունենում, այնտեղ գնում են էլի եմ ասում, թատրոն ցույց տալու համար են դա արել, հա, բայց այդ գիտական վաշտի տղաները իրենց ուղիղ գործառույթը ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքներին մասնակցելն էր։ Այս իշխանությունը վերացրել է դա։ Այս իշխանությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որ այդ ձեր ասած ինտելեկտը, կարողությունները, չգիտեմ, մասնագիտական հմտությունները իշահ պաշտպանության ծառայեցնելը չի գնահատվում։ Ըստ արժանվում չի գնահատվում եւ հնարավորություն էլ չի տրվում։ Ես դրա համար եմ հենց ասում, որ պետք է ռեֆորմը լիներ շատ համապարփակ, շերտավորված, խորքային եւ ոչ թե միայն ժամկետային ինչ-որ փոփոխություններով դիտարկվեր որպես ռեֆորմ։ Շնորհակալություն, սկսենք ամփոփել, պարոն Ներսիսյան, ինչ անելի տրամաբանության մեջ։ Ամեն դեպքում կա այս նախագծը։ Առաջարկությունները եղել են կոնկրետ քայլերով, ծրագրերով, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Որպեսզի կարճ ասեմ, մենք բոլորս համաձայնվեցինք երևի նրա հետ եկանք եզրանիք, որ համակարգեր պետք է ստեղծել։ Բարեփոխում նշանակում է ստեղծել համակարգեր, ոչ թե լոկալ փոփոխություններ, ատեստացիայի նման անունը դնել բարեփոխում։ Դա լոկալ փոփոխություն է։ Համակարգեր ստեղծել, իմիտացիան վերացնել, այսինքն զուտ թվերով խոսել եւ իմիտացիա ցույց տալը շատ վատ խորհրդային սովորություն է, որը հնգամյակներից էր գալիս տնտեսական պլանավորման եւ ամենակարևորը գիտելիքներ ձեռք բերել եւ կոմպլեքս համակարգային լուծումներ են պետք։ Այստեղ խոսքը գնում է ոչ միայն զինված ուժերի, այլ նաեւ կրթական բարեփոխումների, արտադրության մասին, իրավապահ մարմինների, որտեղ որ ամբողջական է իմիտացիան եւ այդ իմիտացիան վերացնել եւ անցնել իրական բարեփոխումների։ Խնդրեմ հավսը Նախ նշեմ, որ 44-օրյա պատերազմից եւ 22 թվականի այդ հարձակումից հետո սեպտեմբերի 14-ի փաստացի մեր պաշտպանական համակարգը այսօր փլուզված է ու գոյություն չունի ու այդ համակարգը մենք այսօր խնդիր ունենք ոչ թե ինչ-որ բանը բարեփոխելու, որովհետեւ այս համակարգը ինչ-որ բան կցմցելը ոչ մի արդյունք չի տալու մեծ մասշտաբով, մեզ պետք է նոր պաշտպանական համակարգ ստեղծել, իսկ համակարգ ստեղծելը ահագին խելք ու կարողություն է պահանջում,
որ այս իշխանությունը ուղղակի իզորու չէ իրականացնելու, դա համոզվել ենք նոր մի 100 անգամ իրանց կազմակերպած ցանկացած բարեփոխման process-ին ականատես լինելով ճակերտավոր։ Ուստի մեր առաջի խնդիրը պետք է լինի այս քաղաքական իշխանության փոփոխությունը, կոմպետենտ մարդկանց պատասխանատվություն ստանձնելը ու նոր պաշտպանական համակարգ ստեղծելը, որը շատ ավելի լայն, շատ ավելի խորը ու բովանդակային բարեփոխումների կարիք կա, որը պետք է իրականացնել ու որը շատ դժվար process է լինելու, բայց ուրիշ այլ ընտրանք չունենք։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանով, խնդրեմ ամփոփենք։ Ինչա պետք է անել, այս 1.5 տարվա մասին խոսալ չեմ ուզում, էլի մանավանդ պաշտպանության նախարարը ասում էր, որ թվերը չի փոխվի, բան, ես դպրոց եմ սովորել, առաջի դասարանից մաթեմի դասերի էի հետո։ Չեմ ուզում դրա մասին խոսամ էլ ընդհանրապես, բայց ինչա պետք համալրման դրամապահ։ բայց ինչ եմ ուզում ասել, ինչը կօգնի մեզ իրականում պաշտպանվել 120,000-անոց Բաքվի բանակից եւ 130 հազարանոց Անկարայի բանակի երրորդ դաշտային բանակից, որոնք մեր անմիջակա կամ ասենք հարևաններն են ռազմական տեսակետից ու իրանց զենքերը նայում են դեպի Հայաստան։ Ով դա չի գիտակցում, ինքնս լուրջ փոչի եւ երկարության ականջի խնդիրներ ունի։ То есть էշա։ Ուրեմն այդ 250,000-ի դիմակայելու համար մենք պետք է օպտիմալ ձև մտածենք։ Օպտիմալ ձևը ոնց նայում ես ազգ բանակն է, հասարակության ռեսուրսը օգտագործելն է, մտավոր, ֆիզիկական կարողությունները, ցանկացած մարդու սեփականությունը պիտի օգտագործվի պաշտպանական համակարգի համար։ Ցանկացած պետական համակարգի ունեցվածք պիտի օգտագործվի։ Ունեցվածք ես միայն, ասենք, թղթի, գրիչի, փողի հետ չեմ, այլ նաև աշխատողի կամ այդ ընտանիքի անդամի ուղեղի կարողությունների հետ եմ։ Կարճ ասած ազգ բանակը կամ ոնց որ ավելի գրագետ են ասում կամ ավելի ասենց ընդգրկուն համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգ։ Դրանից բացի մենք ուրիշ լուծում չունենք։ Այն միջազգային գնահատականներով, որ մենք ունենք 50,000, ենթադրենք բանա կրիպտո 50,000 էլ պահում ենք, դա ընդամենը 100,000 է։ Իսկ այն զբորերի, որ մենք կանչում ենք 3-ից 10,000 հոգի ամեն տարի, պատերազմի դեպքում դա լավագույն դեպքում եռապատկվելու է, ուրիշ ոչինչ։ Դա նշանակում է 20,000-անոց էլ ռեզերվ ունես։ Եթե 50,000 թաքնված զորք ունես, պատվալներում պահկված են սպեցնազ են կանաչ գույնի ներկած, 50 հոգի գործող բանակ, 20,000 էլ ռեզերվից, դա ընդամենը 120 է, հասկանում եք։ Իսկ 350,000 քո ռեալ ռեզերվը տղամարդիկ հլվոր օրերից մի օր խելքի կգաս նաև կնոջը իրավունքներ էլ կտաս, ասենք, եւ պարտականություններ հայրենիք պաշտպանելու։ Այդ 350,000-ը երբ որ դու ներգրավես ազգ բանակի դեմ, քո համար այդ 250,000-ը ծիծաղալի թիվ է դառնալու, քո վրա զենք պահող։ Իրանք ստիպված են լինելու, ասենք, երկու անգամ ավել բան անեն կամ գորան մադր Լոնդոնի ուղղությամբ արի օգնի ես լկտի հայերը դիմադրում են, ծեծում են, 90 թիվ են, 92, 93 թիվ են գլխներից բերում։ Ու դա հնարավոր է միայն ու միայն ազգ բանակի դեպքում։ Ու նորից ասեմ, ես էլ այդ բանով ով դա չի հասկանում, փոչի եւ ականջների հետ խնդիր ունի։ Շնորհակալություն, խնդրեմ բանկեր։ Ես Նարեկի Հովսեփի եւ Օվայի ներկայացրեցին ընդամենը մեկ բան ունեմ ավելացնելու, մենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի հետ միասին պետք է ստեղծենք այնպիսի հնարավորություններ, որ մեր վրա հարձակվող յուրաքանչյուր հակառակորդի անընդունելի կորուստներ կարողանանք հասցնել։ Անընդունելի կորուստը դա այն զսպման միջոցն է, որը հետ է պահելու մեր վրա հարձակվելու ցանկացած ցանկություն։ Բայց դա հնարավոր է անել միայն այնպիսի պետություն կառուցելու միջոցով, որում պահպանված կլինեն մարդու իրավունքներ, որում կլինի սոցիալական հասարակական արդարություն, որում կլինի բացարձակ պարտականություն հայրենիքը պաշտպանելու, որը մեր հակառակորդների կողմից կդիտվի որպես 3 միլիոն սուր եւ թունավոր փուշ ունեցող ոզնի, որի վրա վախենալու է նույնիսկ նայելը։ Մենք պետք է այդպիսի պետություն դառնանք, որպեսզի կարողանանք
այս հարցերը հանգիստ եւ ռացիոնալ քննարկել։ Այլապես չստեղծելով այդպիսի համակարգ, մենք միշտ ունենալու ենք կծկտուր որոշումներ, մենք միշտ ունենալու ենք այնպիսի քաղաքական իշխանություններ, որոնք մանիպուլացնելու են եւ որոնք պահի եւ պատեհի առիթով իրենց քաղաքական դիվիդենդների հետևից ընկած գեներացնելու են աբսուրդ որոշումներ։ Մենք դրա ոչ ժամանակ ունենք, ոչ էլ այդքան մարդկանք։ Շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում քննարկում ենք պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հարցը, այն 24-ից դառնում է 18 ամիս, քննարկմանը մասնակցում են պատերազմի մասնակիցներ Հովսեփ Ղազարյանը եւ Ավետիք Քերոբյանը, Վովա Վարդանովը, Տիկին Հովհաննիսյան, դուք չեք մասնակցել, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իրավունքների դաշտում։ Դաշտում, հրաշալի է։ Դա բոլորի մասնակցությունն է, այժմ էլ շարունակում եմ մասնակցել հենց Բաքվում պահվող։ Հենց դա է ազգբանակը ասում։ Մասնակցում եմ ինչպես։ Եվ Նարեկ Ներսիսյանը իրավաբան փորձագետ։ Փորձագետը շատ ամբողջ բառ է։ Ոչինչ, ներեք ինձ։ Շնորհակալություն։ Կարճ մի բան ասեմ։ Այո։ Ես սիրում եմ էլ այդպես բաներ անել։ Ասեք։ Շատ բան կփոխվի, երբ որ ստեղ 3 միլիոն վարչապետ չլինի։ Երբ որ ստեղ լինի 3 միլիոն խրամատ փորող, 3 միլիոն պարապող, 3 միլիոն հարկեր վճարող, 3 միլիոն թուրքերին չէ, նոր զելանդացիներին ու եսիմում ծեծող սահմանների վրա մեր։ Շնորհակալություն նաև ձեզ հարգելի հեռուստադիտողներ հետևելու համար, հաջողություն։